Խոսելով Թունիսի օրինակի մասին, դուք նշեցիք, որ այնտեղ թանկացումները դարձան այսպես ժողովրդի բարոյության այդ պայթյունի պատճառը։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանում Ռուսաստանի հետ սրվող իրավիճակը, արտահանումների արգելքը հետագայում կարող է հանգեցնել նաև գազի թանկացման, սա կարող է դառնալ ժողովրդի բարոյության այդ սրման պատճառը, այդ պայթյունը Հայաստանում, եւ նաև Սամվել Կարապետյանը ասուլիսում նշել էր, որ իշխանություն չի կարող գյուղացու խնդիրը լուծել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, բայց ընդդիմության մեջ կան կարող մարդիկ, օրինակ դուք ինչ կարող եք անել այս կոնտեքստում, ինչպես կարող եք օգնել։ Նայեք, մենք չպետք է միջպետական հարաբերությունները փորձենք փոխարինել ասենց ազնական, ընկերական կամ ոչ ընկերական հարաբերություններով։ Չի աշխատում սա այսպես չի աշխատում։ Հնարավոր չի, որ օրինակ եւ ճիշտ էլ չի, որ եթե պետությունը մի կուրս ատանում, ինչ որ մեկ ազնական հարաբերություններով այլ պետությունների հետ ինչ որ հարցեր ա լուծում։ Չի աշխատում դա։ Դա բարի ցանկություն է, լավ ցանկություն է, բայց դա զուտ պրագմատիկ տեսանկյունից միջպետական հարաբերությունների տրամաբանությունից ոչ չի բխում։ Հայաստանը պետք է կուրսը որոշ չափով պետք է փոխի։ Այդ նպատակին հասնելու համար, եթե այդ նպատակը իրենց համար կարևոր է։ Իմ տպավորությամբ, որ իրենց համար կարևոր չի։ Իրենք ասում են, այսքան իրանցտեղ գնաց, էլի էկոնոմիկայի նախարարը սկսեց ֆուրեր հաշվել, քանի տոննա ստեղ, քանի տոննա այնտեղ, բայց դա պետք է հետևյալը հաշվի առնենք։ Հիմա գյուղացու մոտ բերքը արդեն հասել է։ Հիմա այդ բերքը ինչ գնով է լինի, ինքը երկու տարբերակ ունի։ Կամ պետքա փթի այդ բերքը այգում, կամ պետք է ինչ գինել առաջարկեն ինքը տա։ Այս վիճակն է։ Հիմա կարող է այդ լրիվ sense ջրի գնով տված բերքը ինչ որ արտահանում են սուբսիդիա ստանալու համար, օրինակ այդ 1 կիլոյի սուբսիդիան ստանալու համար Հայաստանի սահմաններից դուրս է գալիս սուբսիդիան ստանում է։ Բայց չի նշանակում, որ եթե օրինակ գյուղացին պլանավորել է, որ ինքը պետք է այդ բերքից ստանա 15 միլիոն դրամ, ինքը ստանալ, ինքը չի ստանալու այդ 15 միլիոն դրամ։ Ինքը ստանալու է շատ ավելի քիչ, որտեղ ինքը ստիպված քայլերի է դիմում, որը արդեն ոչ թե շուկայական հարաբերություններից է բխում, այլ ստեղծված, այսպես ասենք, իրեն համար այդ գյուղացու համար ճգնաժամային վիճակից։ Եվ պետությունը պետք է սրանով զբաղվի։ Եվ առաջի հերթին իր քաղաքականությունը պետք է բալանսավորի։ Եվ մի պարզ հարց, ինչի համար ես դա անում։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս, էլի ողջամիտ պատասխան։ Պայթյունի պատճառ դա կարող է դառնալ Հիմա պայթյունի պատճառ, նայեք, օրինակ Թունիսում ինչ որ մեկը մի փողոցային առևտրական ինքը իրեն հրկիզեց եւ էմոցիոնալ դա այնպեսի մեծ ազդեցություն ունեցավ, որ հեղափոխություն եղավ եւ միջի վերջը պարզ չէր այդ հեղափոխությունը առաջնորդել չուներ, օրինակ Թունիսի դեպքը։ Առաջնորդել չուներ, անգծված առաջնորդ։ Բայց սա համընկել է նաև այդ գնային որոշակի թանկացումների հետ։ Որն է ինչ կարգի դերակատարություն ունենալ, որ գործոն է։ Ես դժվարանում եմ հիմա գնահատել։ Հիմա խոսքը նրա մասին է, որ կա հասունացած ինչ որ դժգոհություն, կա Հայաստանում ակնհայտ արդեն լեգիտիմության մեծ դեֆիցիտ, առնվազն ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները եւ շատ ավելի քան միայն ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները տեսնում են այդ լեգիտիմության դեֆիցիտը։ Դրա համար ոչինչ բացառել ուղղակի պետք չի։ Առաջի հերթին պետք է հիմա սահմանական դատարանը գոնե ինչ որ մասով վերականգնի այդ լեգիտիմության բանը, հանգամանք։ Այո, ԲՀԿ-ի մասով ակնհայտ ձայների գողություն է։ Փաշինյանը ինչ է ասել, ասել է ձեռներս կկտրեմ, մի հատ քվե չեն կողանա։ Հիմա 60,000 քվե ուղղակի գողացել տարավ։ 60,000 քվե։ Սա բան է, սա ոչ միայն ամոթ է, սա հանցանք է։ Եվ ստե ես մի կարծիք ունեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է ձևավորվի այս կերպ։ Առաջ ձևավորում էր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներով։ Եթե այդպես լիներ, հաստատ այսպիսի խայտարակություն ուղղակի